Նինոզմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի մրցութային հանձնաժողովը քաղաքապետարանում առկա տուրիզմի և կենտրոնային հավասարության բաժնի պետի Թափուր պաշտոնի համար հայտարարել էր մրցույթ։ Նինոզմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի մրցութային հանձնաժողովը քաղաքապետարանում առկա Թափուր պաշտոնի համար, որը կոչվում է տուրիզմի և կենտրոնային հավասարության բաժնի պետի Թափուր պաշտոնի համար, հայտարարվել էր մրցույթ։ Մրցույթի ընթացքում բնականաբար հանձնաժողովը քննարկեց և ուսումնասիրեց բոլոր այն փաստաթղթերը, որոնք որ ներկայացվել էին հավաքնորդների կողմից, ովքեր որ ցանկություն ունեն զբաղեցնելու այդ Թափուր պաշտոնը։ Հաջորդ փուլ անցան քննարկման արդյունքում բնականաբար հանձնաժողովը սահմանել էր այն համապատասխան որակավորման պահանջները, որոնք պետք է զբաղեցնեն հավաքնորդները իրենց աշխատանքային փորձի, կրթության, մնացած բոլոր հատկանիշները հաշվի առնելով, որպեսզի կարողանան իրենց կարգավիճակով, իրենց մասնագիտական ունակություններով, իրենց աշխատանքի փորձով համապատասխանել այդ Թափուր պաշտոնին։ Ուրեմն հավաքնորդներից 3 հոգի հաղթահարեցին այդ առաջի փուլը, դիմումների քննարկման փուլը եւ անցան հաջորդ էտապ։ Հաջորդ փուլում մենք այսպես ասած անցկացրեցինք հարցազրույց բոլոր հավաքնորդների հետ եւ տրվեցին բնականաբար հարցեր այն թեմաների շուրջ, այն իրավական ակտերի, օրենսդրական ակտերի շուրջ, որոնք որ ամիջականորեն փոխկապակցված են իրենց այդ աշխատանքի գործունեության, աշխատանքային իրավահարաբերության, այսինքն տվյալ մշակույթի, սպորտի, երիտասարդության, տուրիզմի զարգացման ծառայության կանոնադրությամբ նախատեսված բոլոր իրավասությունների, նրանց ծառայական պարտականությունների հետ կապված հարցերի շուրջ, թե հավաքնորդները ինչպիսի պատկերացում ունեն, ինչպիսի ծրագրեր ունեն, ինչպիսի մտահղացումներ ունեն, թե ինչպես պետք է ղեկավարեն այդ բաժինը, որը որ շատ կարևոր բաժին է, ուրեմն կենտրոնային հավասարության եւ տուրիզմի բաժինը, եւ արդյունքում բնականաբար իհարկե հաշվի կառնենք եւ աշխատանքի փորձը եւ նրանց հավաքնորդների մասնագիտական ունակությունները, հմտությունները, նրանց պատկերացումները, գիտելիքները, թե ինչքանով են բնականաբար համապատասխանում զբաղվելիք պաշտոնին, նրանց այդ բոլոր հանգամանքները հաշվի կառնենք, հաշվի առնելով այն ընթացքում արդյունքում կկազմի համապատասխան արձանագրություն եւ հաղթող կճանաչվի այն տեխնացուն, որը որ իր գիտելիքներով, իր ունակություններով, մասնագիտական հմտություններով, իր բոլոր որակներով կկարողանա ավելի արդյունավետ եւ ավելի, այսպես ասած, հստակ իր աշխատանքը կառավարելու եւ այդ աշխատանքային գործունեությունը իր ծառայական լիազորությունները հավուր պատշաճի իրականացնելու համար։ Եվ կկազմի համապատասխան արձանագրություն եւ կներկայացվի քաղաքապետին, որպեսզի հաղթող ճանաչված տեխնացուն բնականաբար նշանակվի այդ Թափուր տեղին։